Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Այսօր հոկտեմբերի 28-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Աշխարհի երևի թիվ ամենակարևոր իրադարձությունն իհարկե ուկրաինական պատերազմն է եւ դրա շուրջ եւ ձևավորվող կոալիցիաները եւ հակամարտությունները եւ սպասվող արդյունքը, որը ոչ միայն աշխարհի համար է կարևոր, այլ նաեւ մեր տարածաշրջանի ու մեր երկրի։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայի հեռահար զենքի մատակարարումը եւ Չինաստանի վրա ճնշում գործադրելու միջոցները ռուսական նավթի գնումները դադարեցնելու համար։ Ես նրա հետ խոսեցի նախագահ Սի Ցզինպինի հետ նրա հանդիպման մասին, ուստի կարծում եմ, որ այս զրույցը կարևոր էր, ասել է Սթարմերը։ Իհարկե շատ կարևոր է, որ Չինաստանը ոչ միայն դադարեցնի նավթի գնումը Ռուսաստանից, լամի բաներ ժամանակին տրանզիտել էր ապահովում, սանկցիաներից խուսափելու համար ռուսական նավթահարներ ուրիշներին վաճառեր, բացի դրանից շատ կարևոր է, որ Դոնալդ Տրամփը իր հարաբերությունները կարգավորի Չինաստանի հետ, որը շատ մեծ հնարավորություն կտա Ռուսաստանին անկյուն մղելու եւ պարտության մատնելու։ Արդյունքում ինքը հարցերը կլուծի նաև Չինաստանի հետ, որտեղ այդպիսի հզոր քայլ կատարող պետության հետ հնարավոր չի հաշվի չնստել նույնիսկ Չինաստանին։ Եվ կարծում եմ, որ Քիր Սթարմերի խոսակցությունը նաև կարևորել է, թե ամսի 30-ին ընդամենը 2 օր հետո հանդիպումից առաջ, այո, անպայման Չինաստանի հետ պետք է ամբողջ փաթեթը քննարկվի, հատկապես Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների։ Եվ դրա համատեքստում է նաև Ճապոնիայում Դոնալդ Տրամփի այցելությունը, որտեղ Ճապոնիան նաև մրցակից պետություն է Չինաստանի պարագայում, կարող է քաշային կատեգորիաները մի քիչ տարբեր են, բայց այնուամենայնիվ Ճապոնիայի դերակատարությունը այդ տարածաշրջանում շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները ավելի սերտացնի հարաբերությունը Ճապոնիայի հետ։ Դա ավելի կստիպի Չինաստանին ավելի նուրբ լնել Տրամփի հետ հանդիպման ժամանակ, որ հասկանա, որ եթե հանկարծ մի քիչ չափը անցավ, Տրամփն էլ չափն անցնելու է ավելի սերտացնի հարաբերությունները Ճապոնիայի հետ։ Այսինքն արժեզրկելու է Չինաստանի խոսքը այդ տարածաշրջանում։ Դրա համար դրան զուգահեռ ենք մենք նայում Չինաստան եւ Ճապոնիա։ Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Սանայե Տակայիչին գովեստի խոսքեր է ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփին։ Տոկիո կատարած այցի ժամանակ Ճապոնիայի առաջին կին վարչապետ Տակայիչին գովաբանել է Տրամփի ներգրավվածությունը հակամարտությունների կարգավորման միջնորդության գործում եւ հայտարարել, որ նրան առաջադրել են Նոբելյան խաղաղության մրցանակի։ Իհարկե Նոբելյան խաղաղության մրցանակի լավ է, որ առաջադրում են, ցանկալի կլինի, որ մինչև այդ բնականը ուկրաինական պատերազմի հարցը լուծվի եւ ագրեսորը պատժվի, միայն այդ դեպքում կարելի է կարծել, որ կարելի է Դոնալդ Տրամփին խաղաղության Նոբելյան մրցանակ տալ։ Ագրեսորի խրախուսողին ով է Նոբելյան մրցանակ տալի։ Հուսանք, որ այդ կլինի եւ իսկապես արժանի կլինի դրան, բայց շատ վատ է, որով հանդիպում է Դոնալդ Տրամփին, համարում է, որ դա նրա թույլ կողմն է, բավական է ասի, որ մենք էլ քեզ կառաջադրենք, միանգամից Տրամփի վերաբերմունքը փոխվում է։ Աշխարհի ամենաուժեղ մարդը պետք է այսպիսի թուլություններ չունենա։ Ունենալու դեպքում դա պետք է այդպես ցցուն չդրսևորի աշխարհի համար։ Նա պետք է գործնականում լինի անխոցելի։ Ես կցանկանայի իրականացնել Ճապոնիա-ԱՄՆ դաշինքի նոր ոսկե դարը, որտեղ եւ Ճապոնիան եւ Միացյալ Նահանգները կդառնան ավելի ուժեղ եւ ավելի բարգավաճ, ասել է Տակայիչին։ Կողմերը համաձայնագիր են ստորագրել, որը նպատակ ունի հասնել կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ մետաղների մատակարարման շղթաների դիմադրողականությանը եւ անվտանգությանը։ Այս հարցում էլ Չինաստանի հետ խնդիր ունի Դոնալդ Տրամփը, անպայման դա քննարկելու է ամսի 30-ին, բայց եւ միևնույն ժամանակ շատ մեծ ծավալում պայմանագրեր գործընկերության ստորագրվել են Ճապոնիայի հետ, նաև ռազմական աջակցության հետ կապված, սա շատ կարևոր է այդ կարևոր հանդիպումից առաջ։ Առհասարակ Ճապոնիային նեղացրել էր մի պահ Դոնալդ Տրամփը, երբ որ ագրեսոր էր համարում
Ուկրաինային, երբ որ Ռուսաստանին էր պաշտպանում, այն դեպքում, երբ որ Ճապոնիան հետևողականորեն աջակցում էր Ուկրաինային, նույնիսկ խնդիրներ ունենալով Ռուսաստանի հետ, նույնիսկ սանկցիաների խնդիրներ ունենալով Ռուսաստանի հետ։ Այսինքն այդ պետությունը միցակ զարմացել էր, թե Ամերիկան ինչ անում։ Բարեբախտաբար, ինչպես տեսնում եք, այդ հարաբերությունը վերանայվում է, եւ այդ հարաբերությունը վերանայվելու պարագայում նշանակում է Չինաստանը ստիպված է լինելու հաշվի նստել Միացյալ Նահանգների տեսակետի հետ։ Բայց իհարկե Դոնալդ Տրամպը մի քիչ էլ ասենք այդ ջերմությամբ չափը մի քիչ անցել է, դե մի քիչ էլ իրան սովոր է դա պարագայում, մենք փոքր հակամարտություն ենք ունեցել Ճապոնիայի հետ։ Դուք գուցե լսել եք դրա մասին, գուցե լսել եք, կարող է չէին լսել ճապոնացիները, բայց դրանից հետո մեր երկու ազգերը դարձան ամենամոտ ընկերներն ու գործընկերները, հայտարարել է Տրամպը խոսելով Հիրոսիմայի եւ Նագասակի ատոմային ռմբակոծության մասին։ Այսինքն դուք պատկերացնում եք, չէ՞, այսինքն միջուկային զենք ռումբ գցել երկու քաղաքի վրա Ճապոնիայի, որից հետո ասել փոքր հակամարտություն, մեղմ ժպիտ առաջացնում, թեպետ մանավանդ որ ասում է, դուք տեսնում եք, որ Ճապոնիան օգոստոսի 6-ին եւ 9-ին ինչպես է ասենք անդրադառնում այդ ռումբերը գցելուն, որ հիշեն իր երկրները հարգանքի տուրք մատուցեն, բացի այդ էլ հասկանան ինչ քաղաքականություն վարեն, որ երբեք նման հարց իրանց պետության հետ չառաջանա, բայց հարցը որն է, Դոնալդ Տրամպը մտածում է, որ ճապոնացիները կարող է չեն հիշում, ինք ուղղակի հիշացնում է։ Էդ էլ ոչինչ, բա որ ճապոնացիներին հիշացնում ես։ Բա մեկը չկա, որ հիշացնի Դոնալդ Տրամպին, ասի, որ փոքր հակամարտությունը որն է։ Ճապոնիան հարձակվել էր Փիրլ Խարբլի վրա, Ամերիկայի վրա։ Այդ տարածքը վերահսկում էր Ամերիկայի Միացյալ Նահանգները, չէ՞։ Հա, հետո է նահանգ դառել, հասկացանք։ Բայց այդ տարածքը Ամերիկայի Միացյալ Նահանգների բազան էր, Ամերիկայի Միացյալ Նահանգների վերահսկողության տարածք էր Հավայան կղզիները։ Եվ բազայի վրա հարձակվելով Փիրլ Խարբլի վրա 1941 թվականի դեկտեմբերի 7-ին Ամերիկան, որը չէր պատրաստվում մտնել երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, Ամերիկան, որ իր նախագահը Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը ասում էր, այո, մենք կօգնենք, այս կանենք, այն կանենք, այն կանենք, բայց մեր զինվորը չի գնալու կռվելու, այդ մեր կռիվը չի, այսպես ասած։ Եվ հույս ունեին, որ իհարկե այդ կռվից լավ էլ օգուտներ կունենան, իդեպ ունեցել են, որովհետև մեծ դեպրեսիայի տարիների հետո սկսվեց համաշխարհային պատերազմը եւ Միացյալ Նահանգները դուրս եկավ որպես գերհզոր պետություն։ Բայց խնդիրը ուրիշ է, բա ինչով եղավ, որ Միացյալ Նահանգները ներքաշվեց պատերազմի մեջ հենց Ճապոնիայի պատճառով, այս թեթև հակամարտության պատճառով։ 41 թվականի դեկտեմբերի 7-ին հարձակվեց Փիրլ Խարբլի վրա առանց պատերազմ հայտարարելու, փաստի առաջ կանգնած Միացյալ Նահանգները հայտարարեց հաջորդ օրը պատերազմ Ճապոնիային, Ճապոնիան էլ հայտարարեց պատերազմ արդեն հաջորդ օրը, այսինքն դեկտեմբերի 8-ին Միացյալ Նահանգներին եւ Մեծ Բրիտանիային։ Ուզում եմ Դոնալդ Տրամպին ասեմ, երևի դուք հիշում եք կամ երևի մոռացել եք, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ճապոնիան եղել են պատերազմի մեջ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները տևական ժամանակ իր տարածքի վրա հարձակվողը չէր գտնվել։ Այդտենց լկտիություն որևէ մեկը իրան թույլ չէր տալի։ Դա փոքր հակամարտություն չի, որ հիշացնես Ճապոնիային։ Ամերիկայում էլ դա չեն մոռացել, որ Ճապոնիան այդ լկտիությունը հանդես բերեց։ Այդքան լարված հարաբերություններից հետո։ Այսինքն դա այդպես թեթև ձեռի հետ անցնել, չեմ կարծում, որ այդքան լավ է կամ լսողները ճիշտ հասկացան։ Այն դեպքում, այո, երբ որ Ճապոնիան դրանից հետո շատ նորմալ համագործակցել է Միացյալ Նահանգների հետ։ Չմոռանանք, որ մեծ յոթնյակի անդամ է Ճապոնիան։ Եվ 7 պետություններից 4-ը եվրոպական երկրներ են, Ամերիկա, Կանադա եւ Ճապոնիա։ Ու չմոռանանք նաեւ, որ Ճապոնիան այն պետությունն էր, որ դեռ 1973 թվականին, երբ որ տեղի ունեցավ Յոմ Կիպուրի պատերազմը, Եգիպտոսը Իսրայելը հարձակվեցին, Սիրիան ու Եգիպտոսը հարձակվեցին Իսրայելի վրա հոկտեմբերի 6-ին։
կրոնական տոնակատարության օրը, որ մի քիչ զգոնությունը թուլացած լիներ, դրանից հետո երբ որ Ամերիկան օգնեց եւ հակահարվածի անցավ Իսրայելը, հասկացան, որ որոշ պետություններ օգնում են Իսրայելին եւ էներգետիկ էմբարգոն սահմանեցին արաբական OPEC-ը, այսպես ասած, նավթի էմբարգո սահմանվեց 73 թվականի հոկտեմբերի 17-ին, պատերազմի հետ թեժ ժամանակ։ Այսինքն, եթե դուք օգնում եք Իսրայելին, մենք ձեզ նավթ չենք մատակարարի։ Ու շատ պատահաբար այդ սանկցիայի տակ մտած պետությունների մեջ, երբ որ Կանադայի նկատմամբ էլ անհարգալից ալնում շատ հաճախ Դոնալդ Տրամպը, մեկը Կանադան էր, Ամերիկան Կանադան, Եվրոպայից Նիդերլանդները եւ Մեծ Բրիտանիան, ու մեկ է շատ պատահաբար Ճապոնիան։ Ժողովուրդ, Ճապոնիան մշտապես աջակից է եղել Միացյալ Նահանգներին։ Այսինքն Դոնալդ Տրամպը վատ կլներ, չելնի, որ ինքը այդ ամեն ինչի մասին մի քիչ տեղյակ լիներ։ Եվ բացի դրանից էլ ինքը քանի որ Ուկրաինային էլ օգնել է, հստակ իմանալով, որ կգա մի պահ, ինքը երբեք չի ընդունել կորցրած կղզիները, Շիկոտանը, Կունաշիրի, Տուրուպը եւ Խաբումայը, երբեք նա չի ընդունել ռուսական եւ պայքարում է դրա համար, եւ նաեւ պայքարելու մեջ էլ համարում է կօգնենք Ուկրաինային կհաղթի, մենք էլ մեր հարցը կլուծենք, պարտվողի դեմը կդնենք, կստանանք։ Այսինքն մի քիչ ավելի ծավալուն է Ճապոնիայի հետ փոխհարաբերությունները, քան ասենք թեթև հակամարտություն ներկայացնելը, բայց լավ, ոչինչ, դա համարենք Դոնալդ Տրամպի պարագայում դա ոչինչ ներելի է, բայց այն հաջողությունը, որը կունենա Ճապոնիայի հետ ձեռք բերված, այդ հաջողությունը շատ կարևոր է աշխարհակարգի համար։ Անհամեմատ ավելի կարևոր է մանավանդ Չինաստանի հետ հանդիպումից առաջ։ Հուսանք, որ այդ հանդիպումը Չինաստանի հետ արդյունավետ կլինի, որի պարագայում ի վերջո պարզ է, ասենք, իմ պատկերացումը, իմ տեսակետը 20 տարի է ասում եմ։ Ես ինչքան էլ դժգոհ մնամ ինչ-որ քաղաքականությունից, որ Միացյալ Նահանգները վարում է, միևնույն է ես մտածում եմ, որ Միացյալ Նահանգները նախ պետք է վերականգնի իր գերիշխանությունը աշխարհում, որից հետո գործընկերային առումով աջակցի, որպեսի մի բևեռ էլ դառնա Եվրոպան։ Երրորդն էլ արդեն երկուսով կորոշեն որը լինի, եթե որը իրան խելոք կպահի, որը հավակնությունը կարող է ունենա Չինաստանը, Չինաստանը հիմա այսօր բևեռ դառնալ չի կարող այս հակամարտության պայմաններում, բայց Ամերիկայի հետ ու Եվրոպայի հետ բարեկամ լինի, իրանք կարող են այդ շնորհը անել, էլի, ասել որ լավ, այս մեկն էլ դու ես։ Դրա համար միևնույն է սպասումները Միացյալ Նահանգներից է նոր աշխարհակարգի հետ կապված։ Իսկ հիմա տեսնենք Ռուսաստանը այս ամեն ինչին ոնց է նայում, ինչ ենք սպասում, բա լավ, մենք Ռուսաստանից։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգու Արևմուտքը ագրեսիվ ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա եւ ձգտում է երկիրը բաժանել տասնյակ անկախ պետությունների։ Նրանց նպատակը մեր երկրի ինքնիշխանությունից զրկելն է։ Նրանք ցանկանում են մեր հայրենիքը բաժանել տասնյակ փոքր պետական կազմավորումների, այնուհետև հպատակեցնել դրանք, շահագործել եւ օգտագործել իրենց սեփական եսասիրական շահերի համար։ Դրա համար արևմտյան երկրները ծավալել են հզորագույն հակառուսական քարոզչություն եւ հարձակվում են Ռուսաստանի պատմության, մշակույթի եւ հոգեվոր արժեքների վրա։ Բացի այդ, չեն դադարում փորձերը սեպ խրել մեր երկրի եւ ԱՊՀ երկրների ժողովրդի համաձայնության եղբայրության մեջ։ Իհարկե կշարունակեմ հիմա Շոյգուի խոսքը, բայց հետաքրքիրը որն է։ Շոյգուն հիմա հասկանում է, նախկին պաշտպանության նախարար է եղել, ինքը հասկանում է, որ Ռուսաստանը խնդիրներ ունի, եթե այդ պատերազմը ավարտվի որևէ արդյունքով, ավարտվի այդ պատերազմը եւ Ռուսաստանի ժողովուրդը հասկանա, որ այնուամենայնիվ ոչինչի չհասավ, որ այդ պատերազմը անիմաստ էր, որը տեղի ունեցավ, որ այդ պատերազմը ի սկզբանե սխալ էր, որի պատճառով իրանք հսկայական ծախսեր արեցին այդ պատերազմի համար, երկիրը դրեցին ռազմական ռելսերի վրա, այդքան զիջումների գնացին Չինաստանին, չնայած Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից մեկն ասում է, այդքան ասում եք չինացիները մտել են Ռուսաստան, ուր է ես չեմ տեսնում, հարցնում եմ որտեղ եք ապրում, ասում եմ Մոսկվայում։ Դե Մոսկվայում Կրեմլում Պուտինն էլ չի տեսնում չինացիներին։ Դրա համար պետք է մտածել, որ գնալ սահմանակից տարածքներ, տեսնել թե չինացիք ինչ են բերել ռուսների գլխին։
այդ չնայած Չինաստան Մոսկվայում շատ չինացիներ կա զարմանում են որ չեն տեսել բայց ոչինչ ուզում եմ ասեմ այս ամեն ինչը դուք լավ գիտեք ինչ է կարել դուք լավ գիտեք որ կենտրոնախույս ուժեր են առաջանալու ներսում ու թուլացած Ռուսաստանի պարագայում մտածեն անկախություն ստանան այնպես ինչպես խորհրդային միությունը փլուզվեց Աֆղանստանի պատերազմից հետո հիմա արդեն ասում են սա արևմուտքն է անում հա երևի արևմուտքը հարձակվեց Ուկրաինայի վրա Երևի արևմուտքը, որը պատրաստ չէր այդ հարձակմանը, պատրաստ չէր այդ հարձակմանը, մինչև 4 տարին դեսկի չեն կարողանում միասնական կողմնորոշվեն, ոնց ֆինանսավորեն, ինչ անեն, ինչը զարգացնեն, որ ինքնաթիռը տան, որը չտան, որ հրթիռը տան, որը չտան, հակաօդային ինչ պաշտպան, այսինքն դուք չեք տեսնում, որ Եվրոպան պատրաստ չէ, որ այդ Եվրոպային փաստի առաջ կանգնացրեց Ուկրաինան, որը ասեց ես կռվելու եմ, այն չէ մի բարդ բան է Մեր աչքի առաջ չի եղել, 100 տարի առաջ չի եղել, 1000 տարի առաջ չի եղել, մեր աչքի առաջ է եղել։ Եվրոպան իր քաղաքականությունը վերանայեց Ուկրաինայի համառության պարագայում, թե չէ մարդիկ համարել են 3 օրում այդ պատերազմը վերջացել է։ Այսինքն նշանակում է Շայգուն լավ է հասկանում հետևանքները այդ պատերազմի, եթե Ռուսաստանը չհաղթի, չնայած որ Ռուսաստանի պարագայում չհաղթելն արդեն պարտություն է որովհետև ինքը ինչ է ցույց տալու իր ժողովրդին։ Դրա համար մեղավորը արևմուտքն է, հասկանում եք, արևմուտքն է ուզում Ռուսաստանը ներսից պայթացնի։ Բայց դուք տենց կուր համակարգ եք, արևմուտքը տեղից կլակ դառնա, այդ ոնց է պայթացնելու։ Այդ ոնց է փորձելու մասերի բաժան։ Այսինքն արդեն այդ դժգոհությունները երկրի ներսում շատ լավ ձեր հատուկ ծառայությունները դնում են ձեր սեղանին ու դուք հրաշալի գիտեք այդ տրամադրությունները։ Ձեզ պետք է մեղավոր գտնել, որ դա երկրի ներսում չի այդպես։ Դա երկրի դրսից են հատուկ դա անում։ Շայգուն ընդգծել է, որ Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական կառավարությունները սխալմամբ կարծում են, թե երկրի բազմազանությունը նրա խոցելի կողմն է եւ նախանձելի համառությամբ փորձեր են ձեռնարկում ռուսական հասարակությունը մասնատելու համար։ Միևնույն ժամանակ Շոյգուն շեշտել է, որ արևմուտքը չի հասկանում ռուսական միջազգային հարաբերությունների բնույթը։ Ռուսաստանի բազմաց ժողովրդի հոգևոր բարոյական ուժը միասնությունը, որը թույլ է տալիս վստահորեն դիմակայել կործանարար աշխարհաքաղաքական տեխնոլոգիաներին։ Իհարկե կարելի է սրան հավատալ Շայգոյի ասածին, որ ինքը իսկապես մտածում է, որ այդպիսի միասնականություն կա, այն դեպքում մոռանալով, որ ցանկացած մարդ ամենահայտնի աշխարհառչակ կանգնում ասում է այդ պատերազմին դեմ եմ Ռուսաստանի քաղաքացի, որը շատ ավելի մեծ վաստակ ունի Ռուսաստանի համար, քան անգամ իր պաշտոնյաները, այդ մարդուն համարում են օտարերկրագործակալ, այդ մարդու վրա քրեական գործ են հարուցում։ Այս ձևով եք դուք ձեր միասնականությունը ցույց տալիս, որ պահում եք ու լավ գիտեք ներքին տրամադրությունները, որ ինչով եք դա պահում։ Մարդը, որը դժգոհում է ուկրաինական պատերազմից, ինչ եք անում։ Տանում եք բանտ եք նստացնում, հետո բանտում գնում պայմանավորվում եք, ասում եք գնա Ուկրաինա զոհվի, կամ կգնաս Ուկրաինա կգաս, խելքդ գլուխդ կգա։ Եթե դու ուկրաինական պատերազմին դեմ ես, գնա ուկրաինական պատերազմում կռվի, չգնա բանտում փթի։ Մոռացել եք այդ ամեն ինչը։ Այսինքն եթե դուք ուզում եք ժողովրդի կարծիքը իմանաք, մարդը ընդհանրապես մի նախադասություն ասելու համար 8-ից 10 տարի դատում եք։ Բայց կարծիք լսողը դատում է։ Բթողեք մարդիկ խոսեն։ Չգիտեք ինչ է կատարվում։ Դե այս ֆոկուսը Նիկոլ Փաշինյանը ռուսներից է սովորել։ Ասում է, ով որ ինձ հետ համաձայն չի, թող հեղափոխություն անի։ Եթե հեղափոխություն չի անում, ուրեմն ինձ հետ համաձայն է։ Իսկ հենց հեղափոխության առաջի քայլը կանեք, բոլորից ձայնագրում ենք, բոլորիդ կկալանավորենք։ Հետո ասում ենք, «Չէ, բան չի հեղափոխություն չարեցիք, ուրեմն մեր հետ համաձայն եք»։ Դա ռուսների հետ ինքը շատ մոտ է, դրա համար այդ մեթոդն է կիրառում, էլ ռուսներն ասում են, ով որ պատերազմին դեմ է կկալանավորենք, կտանենք Ուկրաինայում կսպանենք։ Իսկ եթե պատերազմին դեմ չես, ուրեմն պատերազմին արդարացնում ես ու կողմ ես։ Հիմա հասկացաք որտեղից է սա գալի։ Դրա համար պետք է ուսումնասիրել իրանք ինչ են ասում, որ իմանանք մեր գլուխը ինչ են բերում, էլի։ Էս այն պետությունն է, որ արևմուտքին մեղադրում է, որ ուզում են իր պետությունը քանդեն, բայց այդ արևմուտքին մենք գործընկեր ենք, չէ՞ դիտարկում։ Իսկ Ռուսաստանն էլ մեր իշխանությունների եղբայրն է, չէ՞։ Բա հետո մենք ո՞նց ենք ուզում հարաբերվենք աշխարհի հետ։ Չենք ուզում տեսնենք իրականում ինչ է կատարվում։ Մենք չենք կարող բալանսավորված քաղաքականություն վարենք, եթե այս երկուսը իրար թշնամի են համարում։ Հետ քաշված կարող են կլնել,
բայց ակտիվ գծվենք սրա ոտերն ու նրա ոտերը հետո ասենք մեզ ոնց որ թե լավ չեն հասկանում, հասկանում են, էլի չկա չհասկանալու։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրով մենք բազմիցս հայտարարել ենք, որ ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության որևէ անդամ պետության վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք եւ երբեք չենք ունեցել։ Մենք պատրաստ ենք ամրագրել այս դիրքորոշումը Եվրասիայի այս հատվածի ապագա անվտանգության երաշխիքներում, սակայն Եվրամիության առաջնորդները խուսափում են այդ ապագա երաշխիքները իսկապես կոլեկտիվ հումունքներով քննարկելուց։ Միևնույն ժամանակ Մոսկվան կարծում է, որ Արևմուտքը պատրաստվում է նոր մեծ եվրոպական պատերազմի, իսկ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոչ մի րոպե չի դադարում։ Հիմա հարց. երբ որ Լավրովը ցույց է տալիս, որ պատրաստ են երաշխիքներ տալ, որ ձեր վրա չենք հարձակվելու։ Նախ իրանց վրա չեք հարձակվի, որտեղ ձեր քաշը հաշվել եք չեք անի։ Դուք հարձակում եք թույլի վրա, ձեր կարծիքով, elə տեսանք այդ թույլը Ուկրաինան էր, ինչ վիճակ առաջացավ, ցույց տվեց ձեզ իրականում թույլը ով է։ Կոռուպցիայի մեջ թաղված բանակը, տեսակ թե ինչ ունեք, պահեստներում, դռները բացեցիք, հանեցիք, որ քշեք, տեսանք քանի կիլոմետր քշեցիք, տեսանք ձեր հրթիռները, որ գցում եք ուր է հասնում։ Լավ, դա հարցի մյուս կողմն է, բայց ի վերջո Արևմուտքը ինչու պետք է հավատա այն Ռուսաստանին, որը հարձակվեց իր հարևանի վրա, այն հարևանի վրա, որին համարում էր սլավոնական եղբայր, այն հարևանի, որին համարում էր, որ 91 թվականի դեկտեմբերի 7-ին, 8-ին ներողություն, երբ որ Բելավեժկայա Պուշչայում ստորագրեցին ԱՊՀ, լուծարեցին ԽՍՀՄ, իրանք համարում են, որ 3 սլավոնական եղբայրներով կստեղծեն ԱՊՀ, մնացածի հերն անիծած կոպիտ ասած։ Այդ մնացածը մամուլից իմացան, որ խորհրդային միությունը փլուզել են այդ 3-ով։ Հետո իրանք ամսի 21-ին 13 օր հետո գնացին, ասին մենք էլ ենք եկել ձեզ միանանք։ Իհարկե ոչ բոլորը, այդ պահին Վրաստանը չմիացավ, ավելի ուշ միացավ, սպասելիքներ ունենալով Աբխազիայի հարավային Օսիայի հետ կապված, իսկ Մերզբալցյան 3 հանրապետությունները ուղղակի հեռացան։ Բայց ի վերջո խոսքը ինչի մասին է։ Բայց մենք տեսել ենք դու Ուկրաինայի հետ ոնց ես վարվել։ 91 թվականի տարածքային ամբողջականությունը, որ չճանաչեիր, խորհրդային միությունը փլուզել են։ Դու կարող ես Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չճանաչես։ Տո դեկտեմբերի 8-ի փաստաթուղթն էլ նայեք, տո դեկտեմբերի 21-ի հռչակագիրն էլ նայեք։ Դրանից հետո քանի փաստաթուղթ ա եղել միջպետական Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Չեք ուզում այդ ամեն ինչը նայեք։ Բա Ռուսաստանը, որը որ 99 թվականի նոյեմբերի 18-ին Ստամբուլի գագաթնաժողովով ԵԱՀԿ ինչ տեղի ունեցավ։ 1975 թվականի օգոստոսի 1-ին Հելսինկի եզրափակիչ ակտի իմաստը որն էր, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամրագրել Եվրոպայի անվտանգությունը, այդ աշխարհակարգը ֆիքսել։ Էսա երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքը, եւ դա ստորագրվեց։ Տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, սահմանների անխախտելիություն, հիմնարար սկզբունքները։ Այդ ժամանակ խորհրդային միությունը ստորագրել էր բանը, Ռուսաստանը հիմա իրան խորհրդային միության ժառանգորդը համարում։ Բայց լավ, խորհրդային միությունը փլուզվեց։ Խորհրդային միությունը փլուզվեց, Արևելյան Եվրոպա երկրներից Հարավսլավյան մասերի բաժանվեց, Չեխիան, Սլովակիան առանձնացան, եւ արդյունքում հարց առաջացավ. այդ պարագայում եկեք մի հատ թարմացնենք Եվրոպայի անվտանգությունը։ Այսինքն Հելսինկի եզրափակիչ ակտը ոչ մեկը չի չեղարկել, ավելի ճիշտ նոր իրողության պայմաններում թարմացրել է։ Եվ նոր իրողության պայմանները 1999 թվականի նոյեմբերի 18-ին եղավ Եվրոպայի անվտանգության խարտիա, որտեղ արդեն Ռուսաստանը եւ Ուկրաինան ստորագրեցին փոխադարձաբար ճանաչելով տարածքային ամբողջականությունը։ Բա հանկարծ որևէ մեկը դա չի հիշում, բա ինչ երաշխիք ես դու տվել։ Սրա մասին է, չէ՞ խոսքը։ Լայր չեմ խոսում 94 թվականի դեկտեմբերի 5-ի Բուդապեշտի մեմորանդումի մասին, որի պարագայում Ռուսաստանը ինքն էր երաշխավորում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Եվ նույն Արևմուտքին խայտարակ արեց, որովհետև այդ Արևմուտքը միացավ այդ հռչակագրին, չէ՞։ Այդ հռչակագրի 4 կողմ ուներ։ Մեծ Բրիտանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Ուկրաինա, բայց մենակ այն չէր, որ մասնակիցները 4-ն էին։ Ֆրանսիան որպես միջուկային պետություն հայտարարությամբ չմիացավ։
Բա ինչ խայտարակ արեցիր դու։ Հիմա այդ մարդիկ տեր են կանգնում իրանց անունին։ Եթե ժողովուրդը դա չի հասկանում, շատ վատ է։ Այսինքն ձեր հեղինակության հետ են խաղում։ Ամերիկան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան կանգնեցին երաշխիք տվեցին, Ռուսաստանը անհարգալից վարվեց նրանց հետ եւ հարձակվեց Ուկրաինայի վրա։ Ասեց սենց եմ ուզում, սենց եմ անում։ Հիմա այդ պետությանը դու չես կարող պարտության չտանես։ Եթե չես տանում, ուրեմն դու ընդունում ես, որ ինքը իրավունք ուներ արհամարել ձեզ։ Սա արդեն ձեր կռիվն է, Ուկրաինայի կռիվը չի։ Ուկրաինայի միջոցով, իրանց զոհերի, իրանց ավերածությունների միջոցով ձեր պետության անվան խնդիրն է, որ ձեր հետ կարող են այդպես վարվել։ Այս Ռուսաստանին չի կարելի պարտության չտանել։ Լավրովը ինչ ուզում է, ինչ խաղեր ուզում է տա, ժողովուրդ ջան։ Սա ուղղակի նրա համար, որ որևէ մեկը իրան չի հավատալու։ Եվ Եվրոպան չի ցանկանում Ռուսաստանը մասնատել։ Եվրոպային ընդհանրապես պետք չի Ռուսաստանը մասնատել։ Եվրոպան անգամ այն ժամանակ, որ Խորհրդային Միությունը փլուզվեց, Եվրոպան այդպիսի ծավալներ չուներ, որ սենց կործանված Խորհրդային Միությունը գրկեր։ Բայց ցանկացած մարդ, որ նայի Եվրամիության տարածքը ինչքան է, 4 անգամ պակաս է Ռուսաստանից։ Ավելի քան 4 անգամ։ Նա կմտածի, որ Եվրոպան ցանկանում է Ռուսաստանը մասերի բաժանել ու հետո ինչ անել։ Առաջ գալ, հա? Ուր առաջ գալ, գնալ դառնալ Աղվանստանի հարևան, գնալ Չինաստանի ու Հնդկաստանի հետ գլուխ դնել, Պակիստանի հետ, հա? Իրոք այդ կարծիքին եք, որ Եվրոպայի ուշքը գնում է դրա համար։ Լավ տեսեք, Եվրոպան մի թեթև եվրոպական պետությունով ընդլայնելու համար ինչպիսի սանդղակներ է սահմանում, ինչպիսի ծանր քայլերով պետք է անցնես, որ ի վերջո դառնաս նրա անդամ։ Խի այդ ընդլայնումը նրա համար միևնույնն է, հա, որ ուղղությամբ գնա։ Ոչ, ժողովուրդ ջան, Եվրոպան նման ցանկություն չունի։ Եվրոպան կերազեր, որ Ռուսաստանը մնար մի հատ քիփլիկ պետություն, կամուրջ, բուֆեր, արևմուտքի եւ արևելքի միջև, եւ շատ ավելի անվտանգ կլներ Եվրոպայի համար, եթե այդ անկայունությունները, որ արևելքում կա, իր այդ ուղակի չառնչվեին։ Այդ Ռուսաստանը ինքը իր գլխին սարքեց, պետք չի ուրիշի վրա գցել։ Եվ մեկ էլ ինչ ասում Լավրովը։ Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը նախկինի պես ձգտում է Ուկրաինայում խաղաղության եւ հավատարիմ է Ալյասկայի գագաթնաժողովի սկզբունքներին, որոնք մշակվել են ամերիկյան առաջարկների հիման վրա։ Եվրոպական երկրների մեծամասնության ղեկավարությունն ամբողջ ուժով համոզում է ԱՄՆ վարչակազմին հրաժարվել Ուկրաինայում հակամարտության կարգավորման գաղափարից, բանակցությունների սեղանի շուրջ հակամարտության արմատական պատճառները վերացնելու միջոցով, բայց այնուամենայնիվ հուսով ենք, որ նախագահ Տրամփը նախկինի պես անկեղծորեն ձգտում է ուկրաինական ճգնաժամի լուծմանը եւ կպահպանի տարմությունն այն սկզբունքներին, որոնք մշակել են Անկորիջի գագաթնաժողովում, ընդ որում մշակվել են ամերիկյան առաջարկների հիման վրա, նշել է Լավրովը։ Սա Լավրովը հերթական անգամ բացատրում է, որ Ամերիկա ջան, հա, հասկացանք արդեն, լրիվ հասկացել ենք, բեր մի հատ վերադառնանք, կոնստրուկտիվ դաշտ քննարկենք։ Բանուն Լավրովը, եթե մոռացել է, ես կարող եմ հիշեցնել, որ մի քանի օր առաջ հանդիպումից առաջ, երբ որ արդեն հայտարարել էր Հունգարիայում հանդիպման մասին Դոնալդ Տրամփը, նույն Լավրովը դրեց եւ ուլտիմատում ներկայացրեց բառից բուն իմաստով, որ եթե այս մեր պայմանները չեք կատարելու, իմաստը որն է, որ հանդիպենք, որ դրանից հետո Տրամփը կանգնեց, ասեց իմաստ չունի հանդիպել, խառնվել եք մի իրար։ Ոնց ասում է, եկեք մի հատ վերադառնանք, կառուցողական քննարկումներ ունենանք եւ այլ, չստացվեց, ժողովուրդ ջան, չափը անցակ, ժողովուրդ ջան, չգնահատեցիք Դոնալդ Տրամփի անպատասխան սերը, չգնահատեցիք, ժողովուրդ ջան, Եվրոպան, մյուսը Տրամփին ասին ընկեր, դու գիտես չէ, որ աթոռին ես նստած, հարգի այդ աթոռը, լավ, քեզ չես հարգում, այդ անդեր աթոռը հարգի այ մարդ։ Հիմա այդ մարդը փոխել է իր վերաբերմունքին, չեք խաղ, հիմա էլի որոշել եք եւ բանի Տրամփին ձեզանով անեք, հա, այսինքն շատ վատ շրջապատ է անգել, հա, այս Եվրոպան խելքը կերել է այդ մարդու։ Եթե դուք մտածում եք, որ Եվրոպան կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խելքը ուտել, ուղղուց շեղել։ Մյուսներն էլ մտածում են, որ ձեզ էր դա հաջողվել անել։ Եվ ինչպես տեսնում եք, վերանայվում է։ Եթե դուք համարում եք, որ դա տեխնիկապես հնարավոր է, որ Եվրոպան անի,
նույն ձևի մարդիկ էլ մտածում են իսկ ինչու տեխնիկապես հնարավոր չի որ Ռուսաստանն աներ։ Դա համար թողեք այդ մարդը իր տեղը գտնի, իր հարցերը լուծի, որտեղ ի վերջո մենք սպասումներ ունենք Միացյալ Նահանգներից։ Այսինքն այդ հետաքրքիր բան ուղղակի Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խելագար խաբեություն է անվանել Լիտվայի կողմից սահմանի փակումը եւ անհետ առիթ հորինեցին ինչ որ փուչիկներ, նույնիսկ այնպիսի մանր երկրի համար, ինչպիսին Լիտվան է, դա մանր է, ասել է Լուկաշենկոն։ Հիմա խնդիրը նա չի, թե Լիտվան փակել է ինչ պատճառով, մաքսանենք ապրանքների, թե այն դրոնների, որը հայտնվում է իր տարածքում, իսկ իրանք նայում են այդ դրոնները կարող է հայտնել, կամ չէ, դրոնները չէ, ավելի ճիշտ նաեւ բանը այս վերջինը արդեն խոսում էին ռազմական ինքնաթիռների մասին, որը որ կամ պետք է Կալինինգրադից մտներ, իսկ իրանք կարող էին ֆիքսել Կալինինգրադից, թե ոչ, կամ Բելարուսից, եւ որի պարագայում իրանք ասին, հո, Բելարուսի հետ սահմանը փակում ենք, ինչ որ ապրանքների, մաքսանենք ապրանքների հետ կապված, բայց դա չի հարցը։ Թե ինչի համար են փակել, դա դնենք մի կողմ։ Այսօր Բելարուսը ԵԱՏՄ անդամ պետություն է, որի հետ Հայաստանը համագործակցում է, չէ՞։ Ու սերտ դաշնակիցն է Ռուսաստանի։ Այսօր կանգնում է Բելարուսի նախագահը մի հատ պետության հասցեին ասում է մանր երկիր։ Իսկ այդ դեպքում ցանկացած մարդ վերցնում է, բացում է եւ որոնում է տալիս եւ գտնում մի հատ թիվ, որ գրեթե բնակչության թվով Լիտվան հավասար է Հայաստանին։ Մի քիչ հապակաս։ Այսինքն մանր երկիր է։ Ինքը մեր մասին էլ է այդ կարծիքին։ Իսկ այդ նույն Լիտվան 2 անգամ ավել տարածք ունի Հայաստանի համեմատ։ Եթե մերը 29,743 է, իրանցը մոտ 65,000։ Այսինքն մի երկիր, որը դու գործընկեր ես համարում, այդ երկիրը մանր երկիր է համարում, մեզանից 2 անգամ մեծ տարածք ունեցող երկիր է։ Ժորժան, եթե դուք տեսնում եք, որ մեկը ինչ որ մեկի հանդեպ մի անբարով վարքագիծ է դրսևորում, դուք ինքներդ չեք ուզում այդ մարդու հետ հարաբերվել։ Չեք ասում, հա ինձ նկատմամբ չի անում, ինձ ինչ, ոնց ինձ ինչ։ Եթե այդ մարդը անբարով վարքագիծ է դրսևորում ինչ որ մեկի հասցեին, դու արդեն գիտես, եթե դա անընդունելի է նաև քեզ համար։ Ու պետք չի բացատրել դու ինչի չես ցանկանում ընկերություն անես մի մարդու, որը կարող է այդպես վարվի։ Դու ասես այդպիսի մարդը չի կարող իմ ընկերը լինել։ Որևէ մեկ քեզ չի մեղադրի։ Ասի, բայց քո հանդեպ չի արել։ Ոնց իմ հանդեպ չի արել։ Հանրության նկատմամբ կատարած ցանկացած քայլ իմ հանդեպ է։ Հասարակական կարգի հետ կապված ցանկացած քայլ իմ հանդեպ է, որտեղ ես դրա մի մասնիկն եմ։ Եթե դու Լիտվայի մասին ես խոսում որպես մանր երկիր, ես մտածում եմ, դու ով դառնալ է կոլխոզնիկ, որ դու պետք է այդ ձևով չափես պետությանը։ Եթե քո պատկերացրած չափի միավորը տարածքի փոքրությունն կամ բնակչության փոքրությունը, այդ դեպքում դու մեր գործընկերը չես։ Բա մենք երբ որ ասում ենք ինչ ենք ակնկալում Ամերիկայից, որ իր ուժի դիրքից հարգի թույլի իրավունքը, մենք ինչ ենք ակնկալում Եվրամիությունից, որը նայում եք, որ ինքը ամեն մի երկիր մասնակից է այդ ամբողջին, Եվրոպարլամենտում իր падգամավորներ ունի, անգամ փոքր երկրները գործակցով ավելի շատ падգամավոր ունեն, այսինքն իրանց կշռովնայիր ավելի քիչ կստացվեր, քան թե այն մյուսների գործակիցը մեկից ցածր, սրանցը մեկից բարձր, որ այնուամենայնիվ հնարավորինս նորմալ ներկայացված լինեն կառավարման համակարգերում, վետոյի իրավունքներ ունեն։ Այդ պետությունները հավասարազոր, այսօր մենք երբ որ ասում ենք կրակն ենք ինգես Սլովակիայի ձեռը, Հունգարիայի ձեռը, բայց այնուամենայնիվ նրանք կարողանում են, չէ, Եվրոպային կրակը գցել։ Ուրեմն այդ չափի ուժ ու լիազորություն ունեն։ Հարգվում է նրանց իրավունքը, չնայած պետք է հասնեն դրան, որ չափը չանցնեն, բայց ունեն նրանք այդ իրավունքը այսօր, ունեն։ Բա Բելարուս, բա դրա համար մենք որ ասում ենք, եթե մենք պետք է ինտրուդյուն կատարենք, որտեղ է մեր տեղը չի կարող լինել ԵԱՏՄ-ն, որտեղ պետություններից մեկը մեզ մանր պետություն է համարում, թեկուզ մեր հասցեին չի ասում, բայց մեր հասցեին մտածում է։ Երբ որ նա ասում էր, որ դա Հայաստանը ուր պետք է գնա, որ մենք դա գիտեինք, մենք դրանից վիրավորվում ենք, բայց դուք կողքներդ նայեք, ինքը իր հարևանի մասին ինչ կարծիք ունի։ Այդ կարծիքը մեզ վերաբերվում է, ժողովուրդ ջան։ Եվ դրա համար մենք հիմա նաև նայենք մեր հետ կապված, երբ որ շատ դեպքերում խոսք է գնում նրա մասին, թե այնուամենայնիվ մենք ինչու չենք հավատում Նիկոլ Փաշինյանին, որ ասում է մենք խաղաղություն ենք բերել։
Այդ խաղաղությունը մեզ խոստացել է Ալիևը, եւ դուք պետք է գնաք թրջկոտեք համերգների ժամանակ, դուք պետք է վայելեք, ապագան այսօր է, չեմ հասկանում։ Նրանք, ովքեր մտահոգություն են հայտնում խաղաղության հետ կապված, նրանք դեմ են խաղաղությանը, նրանք պատերազմ են ուզում, նրանք չեն ցանկանում, որ մեր ժողովուրդը խաղաղ ու հանգիստ ապրի, բայց հարց է ծագում, եթե Ադրբեջանը նման նախաձեռնությանը համաձայն է, մեզ խաղաղություն է խոստանում, ուրեմն հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության։ Հայաստանի իշխանությունները հասարակությանը պատրաստում են խաղաղության, Ադրբեջանի իշխանությունը հասարակությանը պատրաստում է պահանջատիրության։ Նա հրապարակային ասում է, ես ճանաչում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց իր հասարակության մեջ նա շարունակում է Հայաստանի նկատմամբ պահանջատիրությունը, բա ինչի՞ չի ինքը գնում խաղաղության։ Ինչու՞ չի ինքը իր հասարակությանը նախապատրաստում խաղաղության։ Բա դրա համար մենք չենք հավատում։ Հիմա ինչ որ ես հիմա ձեզ համար կընթերցեմ, եթե պատկերացեք ես էլ կանգնեի, մի հատ սազը վերցնեի, գնայի ասեի Նիկոլ Փաշինյանը խաղաղություն ա բերել, ինչ եք ուզում։ Գնայի մորապահի կստանայի, նստեի նվագեի։ Հետո բայց նույն նյութը, որը հայկական մամուլում կա, գիտեք քանի մարդ ինձ կուղարկեր, կասեր պարոն Անտինյան, այս դու չես տեսել։ Դու մեզ ո՞նց ես խաղաղություն քարոզում։ Քեզ ինչ պատահեց։ Հիմա ես ներկայացնեմ, որ դուք հասկանաք իմ վրդովունքը ինչից է։ Բա ինչի չեն պատրաստում խաղաղության իրանց ժողովրդին։ Արևմտյան Ադրբեջան համայնքի նախագահ Միլի Մեջլիսի падգամավորը իշխող քաղաքական ուժից։ Այսինքն դուք հասկանաք, նա իշխանությանն է ներկայացնում։ Ազիզ Ալաքբարլին հայտարարել է, որ ի տարբերություն շատերի ինքը մտադիր չէ ծափահարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջին շրջանում կառուցողական ինչ-որ քայլեր ձեռնարկելու կամ նախաձեռնելու համար։ Փաշինյանն այն Փաշինյանն է, որ իր կառավարման առաջին տարիներին Ադրբեջանի տարածքը բազմիցս գնդակոծել է Հայաստանի կողմից։ Ինչ պատասխանեց հիմա։ Փաշինյանը փոխվեց եւ դարձավ հրեշտակ, ոչ, Փաշինյանը նույն Փաշինյանն է։ Տարբերությունն այն է, որ Փաշինյանը եւ նրա կողմնակիցները հիմա հասկանում են, որ Ադրբեջանը ուժեղ պետություն է, ունի ուժեղ նախագահ։ Հայաստանն այլ ելք չունի, քան հաշվի նստել Ադրբեջանի ու նրա նախագահի հետ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի խաղերին իսկի Ադրբեջանում չեն հավատում։ Այսինքն ասում են, «Էտա տեսար որ թույլ ես ընկել ես ոտերը, մենք գիտենք ինչ ա կատարվել, հանկարծ քեզ գործընկերոջ տեղ չդնես»։ Հիմա շարունակությունը։ Ազիզ Ալաքբարլին ընդգծել է, որ որպես արևմտյան Ադրբեջանի համայնք իրենք ողջունում են Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների նախաձեռնություններն ու քայլերը ուղղված հակամարտության կարգավորմանը։ Մենք նաեւ հույս ունենք, որ երկրի միջև հաշտեցումը կնպաստի հայ եւ Ադրբեջանի ժողովրդերի միջև հարաբերությունների կարգավորման։ Իսկ հիմա ոնց է պատկերացնում այդ հարաբերությունների կարգավորումը։ Իհարկե սա ցավոտ գործընթաց է, կան 100 հազարավոր փախստականներ եւ ներքին տեղահանվածներ, որոնք տեղահանվել են իրենց հայրենիքից եւ տասնամյակներ շարունակ անթիվ դժվարություններ են ապրել։ Մենք ունենք ավելի քան 20,000 նահատակներ, տասնյակ հազարավոր հաշմանդամներ, սրանք այնպիսի բաներ չեն, որ կարելի է մոռանալ 3 կամ 5 տարում։ Հիշում եք մեր իշխանություններն ասում են բերեք անցյալը մոռանանք, ապագա ենք կառուցում, բերեք մոռանանք, հանգիստ թողեք, հիմա իրական Հայաստանն է, բայց իրանք ասում են չի կարելի մոռանալ, չի կարելի 3 կամ 5 տարում, լատեսեք ինչեր են հիշացնում։ Ավելին կան մոտ 500,000 փախստականներ արևմտյան Ադրբեջանից եւ նրանց երեխաները, ովքեր դաժանորեն արտաքսվել են իրենց ծննդավայրից վերջին տեղահանման ժամանակ։ 300,000-ը դառավ 500,000, ժողովուրդ ջան, սերունդներն էլ հետն են հաշվում։ Բայց այդ մարդը այնտեղ որներ երեխա ուներ, այնտեղ պետք է լիներ։ Այս ամեն ինչը մեզ չի մտահոգում։ Փաշինյանն ասում է լավ չի որ իրանք գան, ճիշտ չի լինի, լարվածություն կառաջանա։ Մենք էլ գիտենք, որ լարվածություն կառաջանա, բայց լարվածություն առաջանում է նաև այն ժամանակ, երբ որ իրանք իրանց հասարակությանն ասում են, որ ձեզ կոտորել են, որ ձեզ սպանել են, ձեզ տեղահանել են, որ դուք 500,000 մարդ պետք է վերադառնաք։ Դա էլ է լարվածություն առաջացնում։ Իրանք իրանց հասարակությանը խաղաղության չեն պատրաստում, բայց դուք մեր հասարակությանը խաղաղության պարտադրում եք, որ եթե հանկարծ դուք մեզ չընտրեք, ուրեմն խաղաղությանը դեմ եք, շանտաժ եք անում։ Բայց պատերազմը Ադրբեջանն է պատրաստում, ոչ թե մենք։ Հիմա շարունակությունը, առայժմ չեմ խոսում 1918-20 թվականների ցեղասպանության, 48-53 թվականի տեղահանման զոհերի, նրանց իրավահաջորդների մասին։ Դուք պատկերացնում եք 18-20 թվականին պարզվում է, որ հայերն են սպանել ադրբեջանցիներին, ժողովուրդ ջան,
Բայց այն չեն իրանք անցյալը վերհիշում։ Իրանք համար ցանկալի ձևով այդ անցյալը ներկայացնում։ Բա դուք մեզ ասում եք մոռացեք այդ ամեն ինչ, ինչ եղել է անցեք։ Որպեսզի հարցերը լուծեն, կճռուտ թեմաները մի կողմ ենք դնում։ Դուք դնում եք, բա իրանք դնում են, հենց դուք մի կողմ եք դնում, իրանք ավելի են շարունակում, որտեղ արդեն դուք ձեզ մեղավոր եք զգում, օկուպանտ ահաբեկիչ եք զգում ձեզ, բայլով չի ձեր վրա հարձակվի որ։ Երբեք Հայաստանը այնքան հայ չի եղել, որքան նրանց թիվը։ Հիմա շարունակությունը ավելին հայերը ոչ միայն մարդկանց դուրս էին մղում այդ աշխարհագրությունից, այլև ֆաշիստական վերաբերմունք էին ցուցաբերում նրանց մշակութային ժառանգության, այդ թվում գերեզմանատների, մզկիթների նկատմամբ։ Հարց է առաջանում, ինչ պետք է անեն Հայաստանն ու հայերը։ Պատասխանը կոնկրետ է, նրանք պետք է անվերապահորեն ընդունեն Ադրբեջանի բոլոր պայմանները, ներողություն խնդրեն ադրբեջանական պետությունից եւ ժողովրդից, փոխհատուցեն մարդկանց եւ նրանց ունեցվածքին պատճառած վնասը եւ բարձր մակարդակով ապահովեն փախստականների խաղաղ վերադարձը արևմտյան Ադրբեջանի իրենց հայրենի գյուղեր եւ տներ։ Մեր պետությունների եւ ժողովուրդների միջև խաղաղության կայունությունը կախված է մեր ժողովուրդների համակեցությունից, իսկ մեր համակեցությունը կախված է մեր փախստականների վերադարձից իրենց հայրենի հողեր։ Հիմա հասկացաք ժողովրդյան, մարդիկ ինչպես են տրամադրում իրանց։ Հիմա սա հայկական մամուլում տարածված է, ես դες համար կարդացի։ Ինչքան մարդ է այս ամեն ինչը կարդացել։ Հիմա դուք դրանից հետո շատ հանգիստ եք, որ ձեր գործի անունը մենակ համերգ գնալն է ժողովրդյան։ Այսինքն դուք ուզում եք գնալ ուրախանաք, ես ձեր ուրախությանը դեմ եմ ժողովրդյան, հա։ Այսինքն դուք ուզում եք, որ հետո վաղը Նիկոլ Փաշինյանը սրի քաշի ձեր երեխաներին, բայց դուք ասում եք, դե լավ, դե այսօր գոնե գնանք թրջկոտենք այ մարդ համերգի ժամանակ։ Վաղը մյուս օրը երեխայի հետ ինչ կլի կմեղադրենք ուրիշներին։ Կասենք, էսի մեզ իջներ մեղավոր են, իջներ մեղավոր, ո՞նց կարաք դուք մեղավոր չլնեք։ Ձեզ այսօր համերգ է պետք, չէ։ Ժորժան էսա, իսկ իրանք համերգի են պատրաստվում։ Դուք դրանից հասկացաք, որ իրանք համերգի են պատրաստվում։ Բայց սրա մասին ենք խոսում, Ժորժ ջան։ Էսա որ մեր համար խնդիր է։ Եվ պատահական չի, որ Արարատ Միրզոյանն ասում է, չկա ֆիքսված ամսաթի եւ առավել եւս տեղ մենք հայտնել ենք, որ պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ ադրբեջանական կողմի հետ այն մասին, թե որտեղ եւ երբ խաղաղության պայմանագիր ստորագրումը։ Գաղտնիք չէ նաեւ, որ ադրբեջանական կողմի մեկնաբանությունը եւ պայմանը սրա հետ կապված, մենք այդ պայմանը չենք ընդունում։ Իրենք հայտնում են այդ մասին եւ հրապարակային եւ հանդիպումների ընթացքում։ Մենք դա որպես քննարկելի օրակարգ չենք համարում եւ այդ պայմանները չենք ընդունում։ Դու պայմանը չես ընդունում, նել խաղաղության պայմանագիր չի ստորագրում։ Խաղաղության պայմանագիր չի ստորագրում եւ իր հասարակությանը տրամադրում է վերցնել այն ինչ որ իրան է պատկանում, որովհետեւ խաղաղության պայմանագրով էր տարածքային ամբողջականությունը երաշխավորում, որը չի ստորագրված, ընդհանրապես նախաստորագրված է, բայց սրա մասին ենք ասում։ Դեմը դեմը առեք, ժողովուրդ ջան։ Ձեր հասարակությանը բացատրեք, որտեղ ոչ մի մտահոգություն չկա։ Ադրբեջանը ընդհանրապես Հայաստան ուզում է գրավի։ 300,000 ասեց ձեն չհանեցինք, հիմա 500,000 դառնան այդ փախստականները։ Դուք գնացեք համերգ եւ Նիկոլ Փաշինյանն է թող հաշվի։ Այս համերգին քանի մարդ է մասնակցել։ Էսա մեր վիճակը, ժողովուրդ ջան։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։